Պետք է բացեն, որ այսքան ժողովուրդը հանգստանա։ Ոնց կարելի է այդպես բան։ Ես չեմ պատկերացնում, թե դա թույլ չտան։ Հազար մի վարկածներ ռուսներից եմ կասկածում։ Ես չգիտեմ, ես չեմ պատկերացնում, այսքան երեխեքս գլխից չի, որ կարելի է այդքան բիակ իրար մի ընտանիքից հանել։ Անհնար է, որ ինքը իր կոշիկները, իր հրացանը, բոլոր հետքերը թողնի, որ իր հետևից ընկնեն ու բռնեն։ Ինձ թվում է, թե այդ ինչ-որ մեկի կազմակերպված է եղել։ Բանկ պատիժ ոչ մնա դա պետք է օրենքի խստագույն ձևով պատժեն իրեն։ Եթե չփոխանցեն հայերին, կարող է այդպես մի բան լինի։ 99 թվականին ինչ որ դեպք եղել է, ես այստեղ չեմ եղել, պատմեմ, որ հետո ինչպես է վերջացել, պարզ չի։ Պետք է այստեղ լինի, որ բոլորը տեսնեն, դա հնարավոր բան չի, ես մինչև ուշքի չեմ գալիս, 6 հոգի տան մեջ սպանել, այն երեխաները լա չգիտենք ինչ վիճակում է։ Ես կարծում եմ, որ այստեղ մի ուրիշ բան կա, պետք է շատ խոր քննայեն։ Ես ժողովրդի վիճակը շատ լավ եմ հասկանում, միգուցե եւ իրանք էլ իրավացի են եղել, որ չեն կարողացել որոշ մարդիկ իրենց զսպել այդ էմոցիաները, որովհետեւ շատ ահավոր բան է կատարվել էլի։ Ոստիկանությունը միայն պետք է սատարի ժողովրդին, ոչ թե ընդդիմանա կամ փորձի խանգարել մարդկանց, ասենք, բողոքի թեկուզ ակցիա դա ասենք։ Չի կարելի միանշանակ, որտեվ նույն այդ ոստիկանի երեխեն կամ հորը կարող էին նույն հաջողությամբ մտնել Գյումրի ու սպանել։ Ես թվում է, որ մեր կառավարությունը շատ անկարող է Ռուսաստանի դիմաց, քանի որ ոչ մի բանակցություն տեղի չի ունենում։ Կառավարության սխալի պատճառով կոմպրոմիսի են գնացել եւ ձերբակալություններ է տեղի ունենում, որ մնացածը տեսնեն, հա, վախենան կամ քաշվեն, բայց չեն կարող ոչ մի բան անեն, քանի որ հայը հայ է մնում, էլի, հայի թասիվը կյանքում չի կոտրվի։ Հայաստանի քաղաքացին այսօր պաշտպանված չի, ինչ ուզում անում են, ոնց ուզում անում են, կոնկրետ այս սպանությունը չէր կարող հենց այնպես պատահել դա իմ կարծիքն է, եթե սրանից հետո նույն այդ մարդասպանին որպես հոգեկան հիվանդ, հա, ճանաչեն, իմ կարծիքով դա էլի իրականությանը չի համապատասխանում։ Կամ ոնց է պատահում, որ հոգեկան հիվանդը գալիս է Հայաստան ծառայում է ռուսական բազայում, ոնց են թույլ տալիս դա։ Իսկն չկա ինչ-որ վերահսկողական կոմիտե կամ ինչ-որ մի բան, որ կոնկրետ տեսնեն, թե ով է գալիս Հայաստանի սահմանները պաշտպանել։ Ամբողջ վարույթը պետք է լինի Հայաստանից, կողոքյան տակ նրանք կարող են նայել դիտողի դերում լինել ռուսականը, որպես իրաց զինվոր, իրաց քաղաքացին է վերջապես։ Այդքան բան։ Ես մի հատ էլ հարցում ուզում տալ դրանց Ռուսաստանում, եթե մերոնք հանցագործություն են կատարում, ինչա, բերում են ստեղ են դատում։ Դատում են այնտեղ իրանց օրենքներով։ Մենք այսօր օրը պաշտպանված չենք, թե ինչով ենք պաշտպանված Գյումրիի ժողովուրդը միշտ ստրեսի մեջ ապրում է։ Ինչով է հիմա պատասխանված, որ կարող է պատահի վաղը չգրգնվի։ Ուրեմն պետք է դրանք արդեն ինչ-որ սիգնալ էլ իշխանություններին ռուսական թե ռազմական բազայի համար, որ իրանք էլ արդեն մի քիչ իրանց հավաքված բայ են։ Գոնել են։ Բավական, դե ոնց կարելի է անընդհատ ապրել ստրեսի մեջ։